Օրերս Հայաստանի հանքարդյունաբերական երկրորդ միջազգային ֆորումը մեկ հարթակում էր համախմբել տեղական եւ միջազգային մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, ներդրողների եւ փորձագետների։ Սա մի պլատֆորմա է, որտեղ մենք կարող ենք նստել, խոսենք եւ կառավարության անդամների հետ, եւ մեր գործընկերների հետ, եւ փորձի փոխանակում ունենանք տարբեր երկրների մասնագետների հետ։ Շատ եմ կարևորում, քանի որ իհարկե երկրաբանահետախուզական հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանում պետք է զարգանա։ Մեր կարծիքով Հայաստանի ներուժը ահռելի է այս ոլորտներում եւ կարելի ասել նման համեմատելի ոլորտներ չունենք։ Օրինակ մի քանի տենց հաշվարկներ, հետազոտություններ եւ կանխատեսումների հիման վրա մենք տեսնում ենք, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը կարող է ապահովել մոտ 3 միլիարդ դոլարի արտահանում մի քանի տարվա ընթացքում, 5-6 տարվա ընթացքում 3 միլիարդ արտահանումը դա ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի Հանրապետության արտահանումը 2021 թվականին։ Ուղղակի համեմատության համար ասեմ, որ մյուս հաջորդ ոլորտը, որ ունի այդպիսի ներուժ, ոչ թե այդպիսի, այլ երկրորդ արտահանող ոլորտը դա ծխախոտի արտահանումն է եւ ծխախոտի արտահանումը մոտարապես 300 միլիոն դոլար է տարեկան։ Ծխելը վնասակար է առողջությանը, սա որպես հիշեցում, իսկ առողջությանն ու շրջակա միջավայրին հնարավոր սպառնալիքները հանքարդյունաբերության ոլորտում հնարավորինս կառավարելու ուղղությամբ պատասխանատվություն ունեն թե հանքերը շահագործող ընկերությունները, թե պետությունը, թե բնապահպանները, թե այն ֆինանսական կառույցները, որոնք վարկեր են տրամադրում հանքարդյունաբերող ձեռնարկություններին։ Բանկերը, երբ որ ներգրավում են միջազգային ֆինանսական կառույցներից միջոցներ, որոնք պետք է բաշխեն այդ թվում հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին, նույն բանկերը վերցնում են խիստ պարտավորություններ, որ պետք է բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի ստանդարտներին համապատասխանեն բոլոր վարկերը, եւ ես վստահությամբ կարող եմ ասել, որ Ամերիաբանկի ներսում այդ համակարգը ներդրված է եւ առավելագույնս վերահսկվում է։ Ամերիաբանկի գլխավոր առաքելությունը որպես ֆինանսական շուկայի ներկայացուցիչ ֆինանսավորումն է, իր գործառույթը բանկն իրականացնում է առավելագույնս։ Ամերիաբանկը վերջին 10 տարիները լինելով Հայաստանի խոշորագույն վարկատուն, միանշանակ համարում է հանքարդյունաբերության ոլորտը մեր համար մեր պրիորիտետային ոլորտներում է։ Այս պահին ունենք շուրջ 350 միլիոն դոլար վարկեր տրամադրված հանքարդյունաբերական ընկերություններին եւ պլանավորում ենք, որ եթե նոր ծրագրերը հանքարդյունաբերական դրական իրենց զարգացումներ ունենան, տեսանելի ապագայում դա սարքենք մինչև մոտ 5 միլիարդ դոլար։ Ամերիաբանկի միջոցով միայն 5000 հոգի հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից աշխատավարձ է ստանում, այսինքն խոսքը 5000 ընտանիքների մասին է, եւ այդ 5000 հոգին հանրագումարային ունեն մոտավորապես 60 միլիոն դոլարի վարկեր, այսինքն դրանք բնակարանների ձեռքբերման վարկեր են, մեքենաների ձեռքբերման, սպառողական վարկեր են, եւ մեկ այլ կարևոր ցուցանիշ, որ տարեկան այդ ընկերությունները հանքարդյունաբերության մոտավորապես 500 միլիոն դոլարի կարգի գումարներ են փոխանցում 3100-ից ավել իրավաբանական անձանց Հայաստանում, այսինքն 3000-ից ավել իրավաբանական անձինք ծառայություններ են մատուցում այս ընկերություններին։ Այս տարի 8 երկրի հանքարդյունաբերությանն այս կամ այն կերպ առնչվող ոլորտներ ներկայացնող հեղինակավոր փորձագետներ ու ընկերություններ են միացել ֆորումին, քննարկելով հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը եւ կայուն զարգացման միտումները, հանդիպումների այս ձևաչափն ամենամյա դարձնելու ցանկությամբ։